Արևելյան խոհանոցում առողջ սննդի հիմքում ընկած է 5 տարր։ Դրանք են հողը, ջուրը, կրակը, փայտը եւ երկաթը։ Սկսենք հերթով։ Հողը դա պատասխան է տալիս քաղցր համի համար, ջուրը աղի համի համար, փայտը թթու համի համար, երկաթը մնացած համեմունքների եւ կրակը եռացող ջրի եւ յուղի։ Արևելյան խոհանոցում կերակուրները ստեղծվում են հենց այս 5 տարերի համադրությամբ։ Բարի օր, այսօր ներկայացնելու եմ ձեզ արևելյան խոհանոցից հավի միսը խմորապատ թթվաշ սոուսով։ Իդեպ ասեմ, այդ թթվաշ սոուսը հենց թեթևություն է հաղորդելու մեր կերակրատեսակին։ Արևելյան խոհանոցում դա հաճախ են օգտագործում։ Սկսենք խմորից։ Խմորը պատրաստելու համար վերցնում ենք հարիչի բանը, լցնում ենք ալյուր, ցորենի։ Խմորի մեջ օգտագործում ենք նաև եգիպտացորենի օսլա, փխրեցուցիչ, խառնենք, լցնում ենք վրան ջուր, սառը ջուր և լավ հարում ենք։ Հարում ենք այնքան, մինչև գնդերը կքանդվեն։ Հենց այս պահին կարելի ավելացնել մի պտղունց աղ, և բուսայուղ, մոտ 1 ճաշի գթալ։ Լավ հայելուց հետո թողնելու ենք խմորը հանգստանա։ Հարիչի թաթիկը լվանանք։ Եվ պատրաստելու ենք սոուսը։ Խմորը թող մնա հանգստանա։ Վերցնում ենք փոքրիկ կաթսան։ Լցնում ենք եղեգնի շաքարավազ, պահածոյացված արքայախնձորի հյութը, հատիկները ավելի ուշ կօգտագործենք, հարում ենք, փոքրիկ կաթսայի մեջ ավելացնում ենք սոյա սոուս, խնձորի քացախ, եգիպտացորենի օսլա։ Փաստորեն եգիպտացորենի օսլան օգտագործում ենք և խմորի, և սոուսի մեջ։ Իմ կաթսաների գրանիտե կերամիկական ծածկույթը թույլ է տալիս երկաթի գործիքներով աշխատել նրանց հետ։ Հանգիստ առանց վախենալու, շատ հարմար է։ Դնում ենք գազօջախին և թողնում ենք այնքան եռա, որ թանձրանա, որից հետո կավելացնենք արքայախնձորի հատիկները ոչ մանր կտրատած։ Կարող ենք հենց դրանով էլ հիմա զբաղվել։ Կտրատենք և պահեստավորենք։ Այսքան հյութն է կարելի է լցնել։
Իսկ մենք շարունակենք մշակել ենք հավի կրծքամիսը։ Սա թողնում եմ քեզ, պարբերաբար կխառնես։ Հանում ենք կաշին, որից հետո առանձնացնում ենք ոսկորից միսը։ Եվ սկսում ենք շերտատել։ Բարակ, ձողիկաձև։ Երումա։ Տեսնեմ, բավականաչափ, տեսեք, այն թանձրացել է։ Հենց այս պահին կլցնենք արքա խնձորի հատիկները։ Թող մի քիչ էլ այսպես եփվի։ Շերտատելուց հետո մեր քիմքին հարմարացնելու համար առաջարկում եմ թեթևակի աղ և պղպեղ անել։ Այն խոհանոցում, որի բաղադրատոմսով պատրաստում ենք այս կերակուրը, աղ գրեթե չեն օգտագործում, դրա փոխարեն օգտագործում են սոյա սոուս։ Դուք կարող եք անել, կարող եք չանել աղը։ Լավ, խառնելուց հետո կլցնենք սա, վերցնենք հարմար աման, ինչ ենք մեզ տանջում։ Մինչ կխմորապատենք մսակտորները, տապակը թող տաքանա բուսայուղով։ Մոտ 1 սանտիմետր բուսայուղ լցնենք տապակի մեջ, թող տաքանա։ Սոսը կարելի արդեն վերցնել կրակից։ Սա էլ մոտ դնենք, թող հարմար լինի։ Եվ խառնենք, որպեսզի բոլոր կողմերից պատվի խմորով մսակտորները։ Մնաց խմորապատ մսակտորները հատ-հատ տապակել և լցնել սոուսի վրա։ Կարելի է կրակը ուժեղացնել։ Ընդհանրապես այս գործողությունը հատկապես չինական խոհանոցում անում են մեծ կաթսայի մեջ, որը կոչվում է wok, շատ ուժեղ կրակի վրա, առատ յուղով։ Քանի որ այդ հնարավորությունները մենք հենց այս պահին չունենք, մենք էլ կանենք մեր ձևով։ Կարծում ձեզ էլ այսպես հարմար տան անել։
Եվ մատուցում ենք սոուսի հետ միասին։ Թթվաշ սոուսով հավ, ալյուրով, եգիպտացորենի օսլայով, փխրեցուցիչով, ջրով, աղով և բուսայուղով ջրիկ խմոր պատրաստել, թողնել հանգստանա։ Սոուսի համար փոքր կաթսայի մեջ եղեգնաշաքար, արքայախնձորի կոմպոտի հյութ, սոյայի սոուս, խնձորի քացախ, եգիպտացորենի օսլա խառնել, մարմանդ կրակով եփել մինչև թանձրանա, լցնել արքայախնձորի մանր կտրտած կտորները 1-2 րոպե եփել։ Հավի կրծքամիսը բարակ ձողիկների կտրատել, աղ, սև պղպեղ անել, ջրիկ խմորի հետ խառնել, բուսայուղ տաքացնել, մսի ձողիկները հատ-հատ գցել բուսայուղի մեջ, տապակել, խառնել սոուսի հետ։ Այժմ միասին կպատրաստենք նրբաբլիթներ խճողված բանջարեղենով, կարելի ասել պաս կերակուր հատուկ պաս պահողների համար։ Սկսենք խմորից։ Հարիչի ամանի մեջ լցնում ենք ջուր, սորենի ալյուր, և եգիպտացորենի օսլա։ Առաջարկում եմ 1 պտղունց աղել ավելացնել։ Լավ հարում ենք։ Պետք է ստանանք թանձր խմոր։ Թողնում ենք խմորը հանգստանա։ Տեսեք, թթվասերի թանձրության խմոր ստացանք, թող հանգստանա։ Մինչ այդ կպատրաստենք խճողակը։ Խճողակի համար տաքացնում ենք տապակը բուսայուղով, և կտրատում ենք սոխը։ Սոխը կտրատում ենք մանր։ Կամ կարելի է կիսաօղակներով կտրատել։ Տարբերություն չկա, ընտրեք ինքներդ։ Թող տապակվի սոխը, իսկ մենք կմշակենք կախասունկը։ Շատ եմ սիրում այս մթերքը։ Տեսեք, թե ինչպես ենք այն մշակում։ Վերցնում ենք կախասունկը և իր թելերի ուղղությամբ մասնատում այսպես։ Եթե զգաք, որ պտղակոթը հաստ է, կարող եք առանձնացնել, բայց սա բավականին մատղաշ է և հենց իր պտղակոթով էլ օգտագործում եմ։ Այս ձևով մշակելով սունկը ավելի հյութալ է ստացվում։ Ճիշտ ժամանակն է ավելացնել սխտորը։ Երկու մեծ բջեղ ճզմում և մանր կտրատում ենք։
որից հետո ավելացնել ենք կարմիր հատիկ լոբի, որը նախապես արդեն խաշել ենք։ Կարծում շատերը գիտեն, բայց եւս մեկ անգամ հիշեցնեմ ինչպես են այն մշակում։ Հարկավոր է ողջ գիշեր լոբին թողնել սառը ջրի մեջ, առավոտյան թափում ենք ջուրը, լվանում ենք, կրկին դիսնում ենք սառը ջուր եւ խաշում, մինչեւ այն փափկի։ Որից հետո ջուրը ջրքամում ենք եւ այն արդեն պատրաստ է։ Սա լցրեցինք եւ կարելի է արդեն համեմել։ Համեմում ենք աղոտ եւ պղպեղով։ Սև պղպեղով։ Միշտ նրանք միասին կտապակվեն, պատրաստենք սոուսը, նախապատրաստենք սոուսը։ Սոուսի համար քամում ենք կիտրոն, այստեղ ավելացնում ենք բուսայուղ, մոտ 5 ճաշի գթալ։ Մանանեխ, աղո պղպեղը արդեն տապակի մեջ լցրել ենք, այնպես որ հանգիստ թողնենք համեմունքը։ Ավելացնում ենք բանջարեղենի վրա։ Թողնենք ևս 2 րոպե, թող համերը խառնվեն, մինչ այդ կտրատենք մարինացված վարունգը։ Մարինացված վարունգը լցնելուց հետո կրակը արդեն կարելի է անջատել։ Առաջարկում եմ խճողակին ավելացնել նաև կանաչ սոխ։ Մանր կտրատում եւ ավելացնում ենք վրան։ Լավ խառնելուց հետո կհամտեսենք։ Շատ քիչ շաքարավազա պետք է ավելացնել եւ աղ։ Վերջ, թողնենք թող սառչի։ Իսկ մենք պատրաստելու ենք նրբաբլիթները։ Դա կատնախմորուկի առանց կաթի տարբերակն է, բայց այս ձևը պատրաստելու նրբաբլիթների յուրահատուկ է։ Այն ոչ թե կրակի վրա ենք դնելու տապակը, այլ գոլոշու։ Ջուրը եռացնում ենք։
Եվ կատնախմորոքները պատրաստել են գոլոշու վրա, ինչպես ասացի։ Վերցնում ենք պինդ վրձին, խառնում ենք լավ, թանձր խմորը և հենց գանք տապակը արդեն բավականաչափ տաք է, վրձնով խմորը քսելու ենք տապակին։ Եվ վրձնով քսում ենք խմորը։ Թողնում ենք գոլոշի վրա և հենց գանք, որ եզերը արդեն պոկվում են, կհանենք ափսեի մեջ։ Ափսեի մեջ հարկավոր է յուղ քսել։ Ափսեի վրա յուղ ենք քսում, որ չկպչի։ Մի քանի շերտ դնելուց շերտերը կկպչեն իրար։ Դրա համար յուղ ենք քսում։ Տեսեք, եզրերը արդեն պոկվում են։ Եվ զգուշորեն, այսպես բռնում և հանում ենք տապակից։ Թռչում ենք բուսայուղով։ Իսկ մենք փաթաթենք նրբաբլիթը։ Դնում ենք խճողակը և սովորականի պես փաթաթում ենք նրբաբլիթ։ Կարելի է անմիջապես մատուցվող ափսեն էլ գործի դնել։ Կարելի է անմիջապես տախտակին էլ դնել և յուղել։ Նույն ձևով ձևավորում ենք մնացածը և շարում մատուցվող ափսեի մեջ։ Նրբաբլիթով գլաններ։ Ջրիկ խմորի համար ջուր, ալյուր, եգիպտացորենի օսլա, մի պտխունց աղ հարել, թողնել խմորը հանգստանա։ Կիսաօղակների կտրատած սոխը բուսայուղով տապակել, ավելացնել բարակ շերտերի պատառոտած կախասունկը, տապակել մինչև այն փափկի, սխտոր, խաշած կարմիր լոբի ավելացնել, աղ, սև պղպեղ անել, սոուսի համար կիտրոնի հյութ, բուսայուղ, մանանեխ խառնել, ավելացնել բանջարեղենի վրա, տապակել 2 րոպե, կտրատած թթու վարունգ լցնել, կրակն անջատել, վերջում կտրատած կանաչ սոխ լցնել, խառնել, համեմել աղով, շաքարավազով։ Խոր տապակի մեջ ջուր եռացնել, վրան 1 ուրիշ տափակ տապակ դնել, վրձինով խմոր քսել, բարակշերտ ստանալ, թողնել այն ամրանա, զգուշորեն տապակից պոկել, վրան բուսայուղ քսել, նրբաբլիթներին խճողակ դնել, գլանաձև փաթաթել։ Հատիկ կարմիր լոբին և կախասունկը հրաշալի համադրվել են այս կերակրի մեջ։ Ստացվել է հագեցված և նրբահամ կերակուր։
Իսկ կախասնկի մասին ընդհանրապես ասեմ, որ այն մեր օրգանիզմից հանում է ռադիոակտիվ էլեմենտները։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։